Սիրելի հայրենակիցներ, ավարտվեց մեր զորահանդես հաշվետվությունը, ասեք տեսնեմ ինչ կարծիք եք հայկական նոր բանակի մասին։ Ժողովուրդ, շնորհավորում եմ բոլորս հանրապետության օրվա առթիվ։ Քիչ առաջ հանրապետության հրապարակում տեղի ունեցավ զորահանդեսը, որը որպես այդպիսին իրենից ներկայացնում էր հաշվետվություն վերջին տարիներին մեր կատարած աշխատանքի մասին, բանակի ձեռքբերումների մասին։ Ովքեր չեն հասցրել ծանոթանալ ինչ-ինչ պատճառներով ներկա գտնվել զորահանդեսին, տեղեկացնեմ, որ զորահանդեսին ցուցադրված տեխնիկան կայանած կլինի Տիգրան Մեծ պողոտայում։ Կարող եք մոտենալ եւ ծանոթանալ։ Եվ վերջում ցանկանում եմ հայտնել, որ հպարտեմ այն բանակով, որն ունենք այսօր։ Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Այսօրվա զորահանդեսից հետո շատերն են գրում, որ լցվել են հպարտության զգացումով։ Պատկերացնում եք, այն ինչ որ դուք այսօր տեսել եք, դրա բացարձակ մեծամասնությունը ձեռք է բերվել ընդամենը 3 տարվա ընթացքում։ Հիմա դուք պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե նախորդ 30 տարիների ընթացքում կատարվեր նույն աշխատանքը առանց թալանելու։ Բայց եկեք նայենք ապագային, պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե մենք հաջորդ 30 տարիներին աշխատենք այնպես, ինչպես որ աշխատել ենք նախորդ 3 տարիների ընթացքում։ Ձեր հպարտանալու եւ հիացմունքի առիթները կերեսնապատկվեն, կհարյուրապատկվեն։ Տվեք մեզ մանդատ հունիսի 7-ին եւ մենք ձեզ կտանք հպարտության եւ հիացմունքի նորանոր առիթներ։ Հունիսի 7-ին գնացեք ու տեր կանգնեք խաղաղությանը, տեր կանգնեք պետությանը, տեր կանգնեք ապագային, որով որ միշտ հիանալու եւ հպարտանալու եք։ Պարզվում է այսօր կալուգացու քաղաքական տեր Սերժ Սարգսյանը ասել է, որ զորահանդեսը անբարո քաղաքական հնարք է։ Ուրեմն, պարոն Սարգսյան, հատուկ ձեր համար ես հիմա կբացատրեմ ինչ է նշանակում անբարո։ Անբարոն օրինակ այն է, երբ 18 տարեկան զինվորներին թողնում ես 50-ականների, 60-ականների կամ 70-ականների մետաղի ջարդոնի հույսին, որը դու անվանում ես զենք։ Անբարոն այն է, երբ որ սահմանին կանգնած զինվորին թողնում ես կոնսերվի բանկեքի հույսին որպես ազդանարարման համակարգ։ Անբարոն այն է, երբ որ քո սերժաբարոն նախարարները զբաղված են բյուջեն թալանելով եւ ոչ թե զենք առնելով, այլ իրանց համար վիլլաներ սարքելով։ Անբարոն այն է, երբ որ երկրում ամբողջ բիզնեսը այդ բիզնեսից հոսում եւ կաթում է քո դեգեներատ փեսու գրպանը, որը հիմա փախած է։ Իդեպ ուր է ձեր փեսեն, պարոն Սարգսյան, ինչա փախած, ինչի չի ներկայանում հայրենի իրավապահ մարմիններին։ Իսկ նոր զինատեսակներ ձեռք բերելու մեջ ոչ մի անբարո բան չկա։ Դա միայն պատվաբեր է, բոլորիս համար։ Շատ հուզված եւ շատ հպարտ զորահանդեսից հետո մտա Facebook սոցիալական ցանց, որպեսզի տեսնեմ ինչ տրամադրություններ են, ինչ է կատարվում հանրապետությունում ու նախ ասեմ, որ բազմաթիվ նամակներ եմ ստացել եւ ուրախ եմ, որ մեր հասարակությունը եւս նույն հպարտության զգացողությունն ունի, բայց մեկ էլ տեսնում եմ ընդդիմադիրների տարբեր մեկնաբանություններ, որոնք ուղղակի ծիծաղ են առաջացնում ու չէի կարող ձեզ հետ չկիսվել, ուրեմն ամենատարբեր անտրամաբանական քննադատություններն են հնչում եւ ուզում եմ ասել, որ հարգելի ընդդիմադիր գործիչներ, գոնե լավ բաները նկատելով դուք ձեր ընտրողների աչքին չեք գցի ձեր այդ ցածր գոնե վարկանիշը, որովհետեւ լավին լավ, վատին վատ, տեղ որտեղ կարող եք որոշակի քննադատել, օրինակ քննադատեք, բայց 100%-անոց հպարտության զգացողությունը, այս 100%-անոց հաղթանակի զգացողությունը, 100%-անոց այս ինքնիշխանության եւ այս հզորության զգացողությունը չի կարելի ոտնատակ տալ։ Դուք ոտնատակ եք տալիս, օրինակ, չգիտեմ, հայրենական արտադրության զինտեխնիկան, որի մեծ մասը այսօր մի մասը ցուցադրվեց զորահանդեսի ժամանակ։ Իդեպ Հայաստանը այդ մետաղի ջարդոն ձեռք բերող երկրից վերածվել է զինտեխնիկա արտահանող երկրի։ Դուք գիտեք, որ մի քանի երկրից Հայաստանն ունի արդեն պայմանագիր, միլիարդավոր դրամների պայմանագրեր, այլ երկրներին մատակարարելու է զինտեխնիկա, ոչ միայն օգտագործելու է սեփական կարիքների համար։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ այս հրաշալի առիթով։ Ոչ մի ռազմական շքերթ մեզ չի պաշտպանելու։
երբ կան 300,000 ադրբեջանցիները, Կալուգացի շպիոնի փորը չտարավ այն ձեռքբերումները, որ ունի Հայաստանի Հանրապետության զինված ուժերը։ Փորը չտարավ այն հակաօդային միջոցները, այն անօդաչու թռչող սարքերը, այն հրետանային միջոցները, որոնցով հագեցել է Հայաստանի Հանրապետության բանակը։ Էլի ինչ-որ տափակություններ է դուրս տալիս 300,000 ադրբեջանցիների մասին։ Սա այն հայտնի Ոչիլի անեկդոտի նման է։ Ով ինչից խոսա չխոսա, Սամոն խոսում է 300,000 ադրբեջանցիներից։ Բայց այդ Ոչիլը Սամոյի կոկորտում է կանգնելու ու վրան շատ թանկ է նստելու։ Իսկ եթե ձեզ թվում է, թե Սամոն իր գերդաստանի միակ անմեղսունակն է, ասեմ, որ ոչ։ Վերջինիս եղբոր անմեղսունակ որդին էլ հայտարարել է, թե հաջորդ իշխանություններին այդ զենքերը նվեր են տալու։ Հիմա հարց եմ տալիս. պարոն քաղաքական անմեղսունակ, սիրուն աշկերիդ համար են նվեր տալու, թե Սամոյի այն սեքսի նախարար որդու սիրուն աշկերի համար են նվեր տալու։ Բոլը բանակը քանդեց։ Ամբողջությամբ քանդեց։ Կարծում եմ հաջողված էր զորահանդեսը, ինձ համար որպես պաշտպանության նախարար շատ հուզիչ էր, բայց միևնույն ժամանակ շատ պատասխանատու օր էր, որովհետև ըստ էության այս զորահանդեսը յուրօրինակ հաշվետվություն էր, որովհետև 4 տարիների ընթացքում մեր կատարված աշխատանքը հիմնականում գաղտնի է եղել, փակ է եղել ու հանրությունը շատ դեպքերում քննադատել է առանց ճշմարտության խորքը իմանալու եւ սա լավ հնարավորություն էր, որպեսզի մենք ցույց տանք նաեւ մեր կառավարության կատարած աշխատանքը։ Քանի որ սա հաշվետվություն էր, մենք ներկայացրել ենք մեր վերջին տարիների գնված սպառազինությունը եւ դրա մասին նաեւ հայտարարել ենք ու բնական է, որ ամբողջ զինանոցը չէ, որ մենք ցուցադրել ենք։ Որն էր նոր, որը մի քիչ նոր չէր, թե վերջինն էին։ Ըստ էության բոլորը նոր էր։ Բոլորը նոր էին։ Իհարկե այնտեղ ունենք մի քանի զինատեսակներ, որոնք գնվել են վարչապետ Փաշինյանի կառավարման շրջանում։ Մենք դրանք նույնպես ցուցադրել ենք, մասնավորապես Su-30 SM-ները, որոնք գնվել են 2019-20 թվականներին, բայց հիմնականը, ինչպես առիթ եմ ունեցել ասելու, գնվել է 2022-25 թվականների ընթացքում, ըստ էության դա ցուցադրված էր, բայց կարևորներից մեկը է ներկայացված զորահանդեսի շքերթի հանդիսանում է նաև հայկական ռազմաարդյունաբերության նմուշները, որոնք նույնպես հանձնվեցին մեր հանրության դատին։
տեսնում եք, որ մեր նոր ռազմական տեխնիկան է անցնում, ինչ տպավորություններ։ Շատ լավ, հզոր բանակ։ Երբևիցե Հայաստանը սենց ապով չի զգացել։ Թորնիկս այսօր մասնակցում է շքերթին, իրոք եկել եմ հպարտանալու, ուրախ եմ ու հուզված շատ։ Ցանկանում եմ, որ այսպես միշտ մնանք հզոր, անկախ։ Ես եկել եմ հպարտանալու, հիանալու, գովաբանելու, տեսնելու իմ հանրապետության, իմ Հայաստանի ծաղկունքը։ Շատ տպավորիչ է, շատ գեղեցիկ ամեն ինչ։ Մեր պապաները ծառայում են հայոց բանակում։ Հիմա այստեղ քայլում են։ Ահա, արդեն քայլեր են փորձել են։ Ձեր սպասելիքներն արդարանում։ Հա, շատ, 101%-ով։ Իսկ համազգեստը ձեզ դուր եկա։ Ոչ միայն դուր եկավ տեսքով, այլ գիտեմ, որ ինքը շատ որակապես էլ շատ լավն է։ Շատ պրակտիկ համազգեստ է ու շատ հարմար է հագնելու համար։ Ժամանակին այն հագուստերի մեջ եւ շոքում էին եւ մրցում էին։ Для меня, как для туристки, Ինձ համար որպես զբոսաշրջիկ հպարտություն էր եւ անգամ փշաքաղեցնող։ Ես շատ ուրախ եմ հայ ժողովրդի համար։ Հույզերը խեղդում են ինձ, ոչինչ չեմ կարողանում ասել։ Ինչին եք ամենաշատը սպասում այս։ Զինվորների։ ես վստահ եմ մեր զինվորի, մեր բանակի վրա, էլ ավելի ենք հզորանալու։ Շատ ողջավորված ենք, շատ հաճելի է նայել։ Այսինքն ձեր սպասումներից էլ ավելին տեսք։ Այո։ Լկեստ եք դες։ Շատ մեծ տարբերություն է, շատ մեծ փոփոխություններ է, ահռելի փոփոխություններ է։ Երկիրը հզորացել է։ Սպասումներն արդար։ Սպասումները արդարացրեցին, այո, որտեղ չենք պատկերացնում, որ սենց բան կտեսնենք։ Հենց հիմա իմ տղան էլ է ծառայում զինված ուժերում մեր եւ Պաշտպան հայրենաց ծրագրի շահառու է ու ես տեսնում եմ ինչա կատարում զինված ուժերում։ Կարող եմ վստահաբար ասել, որ սպասում էինք եւ հաճելի զարմացած ենք։ Շատ մեծ ողջավորությամբ մենք նայում ենք, դիտում ենք, ուրախանում ենք մեր սպառազինության համար։ Երբևիցե Հայաստանի պատմության մեջ չի ունեցել նման զինտեխնիկա։ Շատ ուրախ եմ, շատ հպարտ եմ, որ մեր պետությունը անկախ, հզոր պետություն է։ Ուրախ ենք, որ հզորանում ենք։ Եկել եմ ամուսնուս ողջևորելու համար, շատ հպարտ եմ մեր երկրի համար, որ այսքան ձեռքբերումներ ունենք եւ գնում ենք դեպի առաջ, մեր երկիրը տանում ենք դեպի առաջ։ Շատ ուրախ եմ, ահավոր ուրախ եմ։ Ամբողջ ազգն է ուրախ։ Ամբողջ ազգն է ուրախ։ Եթե Հայաստանի Հանրապետություն, եթե Հայաստանի Հանրապետության զինուժը